Ալավերդուց ու հարակից բնակավայրերից ֆուտբոլային 18 թիմ 10 օր շարունակ մրցելու է արժանանալու Ալավերդի ֆուտբոլիստ Հովսեփ Շարմազանովի անվան մրցանակին։ 1970-ական թվականներին Հովսեփ Շարմազանովը խաղացել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատին կից գործող Մետալուրգ թիմում, իսկ 1971-75 թվականներին ֆուտբոլային թիմի ավագն է եղել։ Խորհրդային ժամանակաշրջանի ֆուտբոլիստին նվիրված հուշամրցաշարի անցկացման գաղափարը տվել է Մետալուրգ ֆուտբոլային ակումբի նախագահ Ռուբեն Ծատինյանը։ Մետալուրգ թիմը սկսել եմ խաղալ 1976 թվականին, երբ 9-րդ դասարանի աշակերտ էի։ Շարմազանովը 75 թվականին հրաժեշտ տվեց, ինքը ոտքը վնասեց, ինձ բախտ չվիճակվեց Շարմազանովի հետ խաղալ, բայց ես հաճախակ էի Մետալուրգի խաղերին գնում, պատանի ֆուտբոլիստ էի եւ ճիշտն ասած մեր ժամանակների կուրքերից մեկն էր Շարմազանովը։ Հովսեփ Շարմազանովի հուշամրցաշարի բացման արարողությանն Ալավերդիում էին ազգային ժողովի պատգամավորներ, Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցում էին նաև լեգենդար Արարատ 73-ի խաղացողները։ Սա սպորտը Ալավերդում արթնացնելու լավագույն դեղատոմսերից մեկն է, կազմակերպել նման հուշամրցաշարեր։ Առավել ևս, որ խոստովանեմ մի բան, շատ եզակի դեպք է, ես ոչ միայն հանրապետության համաշխարհային մասշտաբով մրցասպարեզներ եմ լուսաբանում եւ ասեմ, որ շատ եզակի դեպք է մեկ սպորտային միջոցառման ժամանակ ես այստեղ տեսնում եմ անթիվ անհամար դեպուտատներ, սա եզակի դեպք է։ Մրցաշարի պաշտոնական բացումն ազդարարեց Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը։ Ես համոզված եմ, որ այս մրցաշարը կլրացնի մեր սպորտային ավանդույթները եւ համոզված եմ, որ տարիներ հետո այս բացմանորը անպայման կհիշվի։ Հիմա որպես ձեզ շատ չտանձրացնեմ, ուղղակի Հովսեփ Շարմազանովի հուշամրցաշարը հայտարարում է բացված։ Հովսեփ Շարմազանովի անվան հուշամրցաշարը դառնալու է ամենամյա, որի ժամանակ հիշատակվելու ու ի պատիվ Ալավերդի այլ անվանի ֆուտբոլիստների մրցանակներ ու պատվոգրեր են հանձնվելու։ Այս մրցաշարի լավագույն պաշտպանի, լավագույն դարպասապահի մրցանակը հանձնելիս նշենք Չիլինգարյան Գառնիկին, երջանկահիշատակա, պաշտպան իր հետ, ովքեր իր հետ խաղացել են, երջանկահիշատակներ Էդիկ Տիտանյանի պաշտպանի մրցանակ, Մարտուն Տիտանյան կիսապաշտպան, Արադ Շախկուլյան հարձակվող եւ նաեւ լավագույն մարզիչի մրցանակը Սերգեյ Օմպոսյանի անվան մրցանակն է։ Մեծամասնական ընտրակարգով թիվ 31 ընտրատարածքից ընտրված ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարիբեկյանը մրցաշարի բացմանը խոստացավ վերանորոգել մարզադպրոցը։ Հովսեփ Շարմազանովի որդի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆուտբոլ նույնպես խաղում է, սակայն առիթից առիթ։ Իր հոր պատվին կազմակերպված մրցաշարը կարծում է, որ կօգնի վերականգնելու Ալավերդու մարզական ավանդույթները։ Մենք էլ կարծում ենք, այս փոքր միջոցառումով ուշադրություն դարձնենք նաև մեր վետերաններին, նրանց խնդիրներին, սա ևս մեկ առիթ է ավելի հաճախակի հանդիպել մեր ժողովրդի հետ, իմանալ նրանց դարդուցավի մասին եւ նաև իհարկե տեսանք լավ առիթ է, չէ, եկանք այստեղ մեր падգամավորներին ես հատուկ հրավիրել եմ, որ գան, տեսանք արդեն մարզադահլիճի խնդիրը խոստումը տվեցի։ Մյուս անգամ կգան ավելի մի բան մեկ այլ խնդիր կարող են լուծել, որովհետեւ մրցաշարի ավարտին մնացած 4 թիմերն են մրցելու հանուն Հովսեփ Շարմազանովի մրցանակի, իսկ մրցանակային ֆոնդը փոխանցիկ գավաթից ու պատվոգրերից բացի նաև դրամական տեսք կունենա։ Շարմազանովի հուշամրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է $1000 ամերիկյան։ Առաջ տեղ գրաված թիմը կստանա $500, երկրորդ տեղ գրաված թիմը $300, երրորդ տեղ գրաված թիմը $200։ Չի բացառվում նաև, որ Շարմազանովին դիմենք 4-րդ տեղ գրաված թիմին $100։ Ամռանն արդեն Ալավերդու Մետալուրգ մարզադաշտում հանդիպելու են Արարատ 73-ի ու Ալավերդու վետերանները։ Մարիաննա Պեպանյան, Արմեն Հովսեփյան, Լուրեր։